Ժողովուրդ օրաթերթը գրում է. պաշտոնական տվյալներով հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց ձորի մարզում, ստանալով 17,266 ձայն կամ 58,95%։ Թերթի փոխանցմամբ երկրորդ տեղում Ուժեղ Հայաստանն է 19,23%-ով, երրորդում Հայաստան դաշինքը 7,49%-ով, իսկ չորրորդում Բարգավաճ Հայաստանը 4,33%-ով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՔՊՕ-ում քննարկվում են ոչ միայն ԱԺ ղեկավարության, այլև խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխությունները։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ գործող ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այլևս չեն դիտարկում իրենց պաշտոնները պահպանելու հիմնական թեկնածուներ։ Հրապարակման համաձայն կուսակցությունում նպատակ ունեն թարմացնել քաղաքական դեմքերը եւ առաջ մղել ավելի բարձր հեղինակություն ունեցող գործիչների։ Հրապարակ թերթը գրում է. Փաշինյանը առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը ՔՊ պատգամավորության թեկնածուների կազմում է եւ տեղափոխվում է խորհրդարան պատգամավորի կարգավիճակով։ Նոր խոսնակ ըստ որոշ լուրերի քաղպայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար 26-ամյա Մելանիա Հարությունյանն է, որը ի դեպ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում քայլել է Փաշինյանի հետ, իսկ կառավարությունում կայացած վերջին բրիֆինգի ժամանակ կանգնած էր լրագրողների հետևի շարքում։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊՕ-ում շարունակվում է ԱԺ ղեկավար կազմի պաշտոնների բաշխման գործընթացը։ ԱԺ նախագահի թեկնածուի ընտրությունից հետո կուսակցությունը պատրաստվում է ընտրել նաև փոխխոսնակների թեկնածուներին։ Թերթի տեղեկություններով առաջադրվել են Վահագն Ալեքսանյանը եւ Ալխազ Ղազարյանը, իսկ այսօր առաջադրումների վերջին օրն է։ Հրապարակման համաձայն ՔՊՕ-ում քննարկվում է, որ երկու փոխխոսնակներից մեկը կին կլինի, ինչի պատճառով մի շարք կին պատգամավորներ պատրաստվում են առաջադրվել։ Թերթի աղբյուրները նշում են, որ կուսակցության ներսում տարբեր կարծիքներ կան ընտրության իրական մեխանիզմների վերաբերյալ։ Հրապարակ թերթը գրում է. ընտրություններից հետո պետական եւ համայնքային կառույցներում սկսվել են կադրային փոփոխություններ։ Թիմ ղեկավարներին հանձնարարել են բացահայտել այն աշխատակիցներին, որոնք չեն աջակցել իշխանությանը։ Դիցուք, որ Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ ՀՕԱԿ-ի տնօրեն Անի Պողոկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են եւ պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսինը դաշնակցական է եւ ընտրությունների ժամանակ սատարել է Հայաստան դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ ըստ լուրերի իշխանության համակիրը չէ եւ մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին եւ որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։ Դե ինչ այսքանն ենք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ եւ եղեք տեղեկացված։